ՖԱՖ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների առաջին հայկական ճակատի ֆեյսբուքյան էջում 3 մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է խաղադաշտ մտած պատանի երկրպագուին համազգեստով մի տղամարդ հարվածելով եւ քաշքշելով փորձում դաշտից դուրս բերել։ Նոր չրպեցներով ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանոյանն Ազատությանն ասաց. Կարծում եմ բազում էր որևէ ֆուտբոլիստ խաղաշապիկ ուզելու տարբեր երկրներում կամ հենց Հայաստանի առաջնության խաղերին, հավաքականի խաղերին երեխաներ են խաղից հետո բազում դաշտ մեծ նման երևույթ, որ երեխային դուրս անելուց հարված են, այդ առաջ անգամ ենք տեսնում, ընդունված չի երկրպագուի հանդեպ կոպիտ վերաբերմունքը ու մնաց ասենք երեխայի հանդեպ։ Ֆուտբոլի ֆեդերացիան միայն պետական լրատվական գործակալության Armenpress-ի հարցերին է պատասխանել, դատապարտելով տեղի ունեցածը նշել են, որ անչափահաս երկրպագուի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած տղամարդը ֆեդերացիայի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցներից մեկն է։ Ֆեդերացիան ընդգծել է տեղի ունեցածը հակասում է խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում ֆեդերացիայի որդեգրած կանոններին ու արժեհամակարգին։ Վստահեցնում են, քայլեր կձեռնարկվեն, որ նման դեպքերը չկրկնվեն, խաղերն էլ անվտանգ մթնոլորտում անցկացվեն։ Իսկ արդյոք ֆեդերացիան դիմելու է իրենց պահնորդական ծառայություն մատուցող թոր ընկերությանը, որ անչափահասին հարվածած աշխատակցի հետ դադարեցնեն համագործակցությունը։ Ազատության այս հարցը ֆեդերացիան անպատասխան թողեց։ Ոստիկանությունն ի դեպ հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե, բայց քննչական կոմիտեն քրեական գործ չի հարուցել։ Ներկայացված հաղորդումում առերևույթ հանցանքի մասին փաստական որևէ տվյալ չի պարունակում, ուստի քրեական վարույթ չի հարուցվել, փոխանցեցին քննչական կոմիտեից։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը, սակայն ուսումնասիրելով կադրերն ասում է, առնվազն ֆիզիկական ներգործության հոդվածով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը կան։ Ըստ Թումասյանի քրեական գործ կարող է չհարուցվել, սակայն եթե տղայի հարազատները կամ հենց ինքը բողոք չներկայացնեն։ Անձը մեկ անգամ բռնում է երեխային հագուստից, մի քանի անգամ թափ է տալիս, այնուհետև աջ ձեռքով նաև հարված է հասցնում երեխային, որի պարագայում քանակական տեսանկյունից մենք արդեն ունենք բավարար բռնի գործողություններ, որոնք 195 հոդվածի ավարտման մասին են խոսում։ Այն հանգամանքը, որ դա կատարվում է անչափահասի նկատմամբ, հանդիսանում է տվյալ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք եւ ինքը պատժվում է արդեն ընդհանուր միջև կարճաժամկետ ազատազրկման 2 ամիս ժամկետով։ Կադրերում երևացող տղամարդը ոչ թե պահնորդական ծառայություններ մատուցող թոր ընկերության աշխատակիցներից մեկն է, ինչպես ֆեդերացիան էր ներկայացրել, այլ այդ ընկերության տնօրեն Նորայր Ավետիսյանն է։ Նրա հետ մեծ կապ հաստատել չհաջողվեց ֆեյսբուքյան անձնական էջից, սակայն պարզ է դառնում, որ նա զբաղվում է նաև մարտարվեստով։ Նրա փոխարեն Ազատության հետ փոխադարձ զանգով կապ հաստատեց եղբայրը Լևոն Ավետիսյանը, որն այդ ընկերության հիմնադիրն է։ Ասաց ֆեդերացիան իրենց պատվիրել էր խաղի անվտանգությունն ապահովել, իրենք էլ տեղեկություն են ունեցել, թե մի խումբ երիտասարդներ այլ նպատակներով են դաշտ մտել։ Եթե անգամ այդպես պետք էր հարվածել, հարցրինք նրան։ Ունեցել ենք հստակ ինֆորմացիա, ցավոք սրտի այդ ինֆորմացիան հիմա չեմ ասի ձեզ, որտեղ կարող է պատահի քննություն լինի եւ բարձվի թե ինչ էին պատրաստվում անել երկրպագուները։ Բայց հարց է առաջանում, ինչ գործ ունի երեխան խաղադաշտում եւ ինչու համար երեխան սադրում անվտանգության աշխատակցին իր հոր տարիքի եւ հայոյանք տալիս։ Իսկ եթե մի ապտակ է եղել, ես կարամ այդ երեխային էլ տենամ բացատրեմ, որ դրա մեջ վատ բան չկա։ Իսկ հարված եւ ծեծ նմանատիպ արտահայտությունները դա ընդհանրապես անընդունել են։ Դուք եթե երեխային տեսնեք ներողություն կխնդրեք։ Ես ներողություն չեմ խնդրի, ես ուղղակի կբացատրեմ եւ մենք լեզու կգտնենք իրար հետ։ Պարզաբանում է եղբայրը, հիշեցնելով խաղադաշտ մտնելը միջազգային կանոններով է արգելվում։ ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը, սակայն ասում է, կարող էին տուգանել, բայց ոչ հարվածել։ Ի դեպ ասում է, տուգանքն էլ վերջերս հազվադեպ է կիրառվում։ Ամբողջ աշխարհում ընդունված արգելվածը կարող է վարգելված է, բայց շատ հաճախ հանդիպող երևույթ է։ Մեսսի մոտ են վազում, ենք Վրաստանում ենք Խվիչայի մոտ վազեցին խաղի ընթացքում վրացյան տնտեսական աշխատակիցները շատ հանգիստ առանց որևէ միջադեպի դուրս եկել։ Մեր մոտ էլ է հանգիստ անցել, այս բառադայում բոլոր գծերը անցած վիճակել։ Խաղադաշտ դուրս եկած երեխայի կամ նրա ընտանիքի անդամների հետ Ազատությանը կապ հաստատել չի հաջողվել։
Նորայր Ավետիսյանը ոստիկանության նախկին աշխատակից է, նաև քրեակատորական ծառայությունում է աշխատել, իր դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել։ Եղբորը հարցրինք, արդյոք ծառայության ընթացքում նաև մարդ ծեծելու դեպքերով է աչքի ընկել, հերքեց ոչ։ Շուրջ 10 տարի առաջ էլ հիշեցնենք քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանն էր Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում մտել խաղադաշտ։ Այդ օրերին նրա հայրը բանտում էր։ Ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին։ Անգլերեն ու հայերեն գրությամբ այս պաստառով էր խաղադաշտ մտել Շահենը, որին սակայն մի խումբ ոստիկաններ ոչ թե ծեծեցին կամ հարվածեցին, այլ դաշտից գրկած դուրս բերեցին։